Դուք որպես գյումրեցի, ինչպես եք վերաբերվում դատարանի կողմից երեկվա վճռին, որով Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց։ Դա Աստված թողնին, դա Աստված բաց թողնին։ Դա Աստված, ինքը չնստի։ Ուրիշ ձևի բան չեմ ասել։ Ինչ վերաբերմունք ունեք Սրբազանի նկատմամբ։ Լավ վերաբերմունք ունեմ, մարդ էր։ Լավ վերաբերմունք ունեմ։ Ինչպես եք վերաբերվում, երեք դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին։ Շատ վատ է, որ մեր տերերին այդպես են արել, որովհետև սովետական միություն ֆաշիստի ժամանակ էլ այդ բանը չկա, ուղղակի մի քիչ էլ տերերը իրավունք չունին մտնին քաղաքականություն, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Ձեզ համար դատապարտելի է, որ Միքայել Սրբազանը կալանավորված է, ձեր խոսքից ես այդ տպավորությունն եմ ստանում։ Ինչպես իջեցին։ Ձեզ համար դատապարտելի է, որ Հա, մեզ համար դատապարտելի է, այո, որ մեր Սրբազանը նստած է։ Պետք չէ այդ ձևի վերաբերվել Սրբազաններին, բայց եւ կարելի է ամեն մարդ իր գործով զբաղվել։ Անկանում ենք շուտ ազատվի ու նրան թողնել ու մենք կամենում ենք լավը, բարի, լավը դեպի լավը։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ նա հիմա ազատազրկված է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Ինչ ասեմ, ես լավն ու բարին կցանկանամ։ Որպես գյումրեցի, ինչպես եք վերաբերվում Սրբազանի երեկվա դատավճռին, գիտեք, որ դատարանը Սրբազանին մեղավոր ճանաչեց։ Ինչպես եք գնահատում դատարանի այս վճիռը։ Նախ որպես հայ եմ ուզում խոսել, ոչ որպես գյումրեցի։ Սրբազանի, երկու Սրբազանից երբակալությունը դա հայ ազգից ես չեմ էլ ուզում ազգ անվանել այսօրվա հայ ժողովրդին։ Ամոթն է ու խայդարագությունը։ Եթե այս դեպքը լիներ մուսուլմանական որևիցե երկրում, վաղուց այդ հրանքներ տվողը սատ կելեր։ Բայց այսօր մենք ագանատես ենք լինում, թե ինչպես է սրբապղձվում եկեղեցին, ինչպես են սրբակալում սրբազաններ։ Գիտեք ինչպես է 7 տարի մենք արդեն ապրում ենք մի երկրում, որտեղ հայրենիք սերը դարել է հանցագործություն, դավաճանությունը, փառք ու պատիվ իշխանություն։ Եվ հետո ես դատավորին իմիջիալից ադելով ադում եմ բոլոր արտահայտության նախարարության բոլոր աշխատողներին, որովհետև ինչպես Նիկոլն էր ասում, բոլորը վնգստացող դատավորներ են, եւ դրանցից արտահայտություն ակնկալել ծիծաղելի կլինի։ Իսկ ինչ վերաբերվում է, որ իբր մեղավոր է, ինքը մեղավոր չէ, ինքը պարզապես հայրենասեր մարդ է, հայրենիքը գիտե ինչ բան է։ Միակ մարդը, որ պետք է դատվի որպես պետական հանցագործ ու գործակալ օտարերկրյա, դա Նիկոլ Փաշինյանն է։ Անունը չեմ էլ ուզում տալ նույնիսկ։ Շատ սխալ որոշում էր դատարանի որոշումը, դա ամենագ իմ կարծիքը չէ, դա ազգի մեծ մասի կարծիքն է, որ Սրբազանի նկատմամբ սխալ որոշում է կայացվել, որի գնահատականը կտանք ոչ թե հենց այս պահին մենակ մենք, այլ նաև պատմությունը։ Երբ պատմության մեջ հիշվեց եւ Միքայել Աջապահյանի անունը եւ դատավոր, եթե չեմ սխալվում, Արմինե Մելիքսեթյան, եթե չեմ սխալվում։